քննարկում ենք հարց համար 62-ը Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար հողամասերի ձեռքբերման մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագիծը օրինակ է այն ներդրումների, որոնք ներառված չեն սուբվենցիաներով կամ արդեն իսկ քննարկված ծրագրերով, բայց նույնպես նշանակալի ներդրում են մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ձևավորման տեսանկյունից և մասնավորապես խոսքը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով պահուստային ֆոնդից շուրջ 329 միլիոն 855 հազար դրամի հատկացման մասին է։ Պետք է հիշեցնեմ, որ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել և առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է նաև UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր ունենալը։ Նման մարզադաշտերի առկայությունը Հայաստանում ամրագրված է նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների ռազմավարությամբ, որով նախատեսել ենք առնվազն 3 մարզադաշտերի կառուցման, այդ թվում 1 ազգային ստադիոնի կառուցման պահանջը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման և նույնպես UEFA-ի 4-րդ դասի ստադիոնի տրամաբանության մեջ վերակառուցման մասին, այս մասով նաև կնքված պայմանագիր ունենք միջազգային կազմակերպության հետ, որը ունի համապատասխան փորձառությունը և ամբողջ նախագիծը ոչ միայն նախագծելու է, այլ ուղեկցելու է ամբողջ ծրագրի իրականացումը, ինչպես նաև պետք է հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի շրջանակներում նաև բանակցում ենք ազգային ստադիոնի կառուցման հետ կապված և առաջիկայում կարծում եմ, որ այս ուղղությամբ նույնպես կունենանք նորություններ ու պետք է հիշեցնեմ նաև, որ կառավարությունը աջակցեց և համապատասխան պայմաններ ձևավորեց մասնավոր ոլորտի կողմից վաղ շաբաթում նույնպես այսպիսի բարձր կարգի ստադիոնի կառուցման նպատակով և այս պահին արդեն կայացվող որոշմամբ մենք այդ հնարավորությունը կստեղծենք նաև Գետահովիտի բնակավայրի տարածքում և ասեմ, որ այս նախագծով առաջարկվող լուծումը ըստ էության առաջարկված և քննարկված է Տավուշի մարզի մեր գործընկերների հետ և շատ վճռորոշ նշանակություն ունի նրանց մասնակցությունը, որովհետև խոսում ենք 20 սեփականատերերի պատկանող հողամասերի ձեռքբերման մասին, որը պետք է ծառայի ստադիոնի համար, ընդ որում նշեմ, որ քաղաքաշինության կոմիտեի գործընկերները, ֆուտբոլի ֆեդերացիան նախապես բնականաբար եղել են այս տարածքում և մենք վստահ ենք, որ տարածքը հարմար է և կարող է ծառայել այս նպատակով և այժմ նախընթաց իրականացված գործընթացի արդյունքում ունենք 20 սեփականատերերի համաձայնությունները, գրավոր համաձայնությունները իրենց պատկանող հողամասերը վաճառելու և այս նախագծով առաջարկում ենք կապիտալ սուբվենցիա հատկացնել Իջևանի համայնքապետարանին, որպեսզի վերջինիս կողմից իրականացվի հողամասերի ձեռքբերումը, նպատակային նշանակությունների փոփոխությունը և այնուհետև հողամասերը նվիրաբերվեն Հայաստանի Հանրապետությանը ստադիոնի կառուցման նպատակով։ Սա է ըստ էության նախագծի էությունը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, մենք պատկերացում ունենք ստադիոնը քանի հանդիսատեսի համար է լինելու։ Այո, խոսում ենք առնվազն 10,000 տեղի մասին, մենք արդեն իսկ մեր Վանաձորի ստադիոնի շուրջ ունեցած նաև միջազգային գործընկերների հետ քննարկումներով հասկանում ենք, որ ունենալով տրիբունան ամբողջական շուրջ 12,000 հոգի հնարավոր կլինի տեղավորել, ինչպես նշեցի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոնի մասին է խոսքը։ Հիմա մենք նախորդ օրը տկեն